Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ մենք նշում ենք, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Գիտեք, յուրաքանչյուր ասպարեզում, երբ մենք ունենում ենք խնդիր, այստեղ շատ կարևոր է գտնել պրոֆեսիոնալի, գտնել մարդու, ով մեզ կողքեվորի եւ վստահ կարող է ասել, որ մեր խնդիրը լուծելի է։ Սակայն կան ասպարեզներ, որոնք ոչ թե մեկ օրվա, մեկ խնդրի, ինչ որ մի ժամանակի համար են, այլ ամբողջ կյանքի։ Ասում են, եթե մենք ուզում ենք երկար շարունակություն ունենալ, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաները կարողանան վաղ աշխարհում իրենց տեղը շատ ամուր գտնել, պիտի կարողանանք ամուր պահել արմատը։ Մեր ժամանակներում սա իրականում դժվար է, արմատի հետ կապը ամուր պահելը, բայց փաստորեն անհնար չէ։ Մենք միշտ նշում ենք, որ օվկիանոսից այն կողմ ամենատարբեր միջոցառումներ, մեծ նախաձեռնություններ լինում են, որոնք ունեն հիմնական ու կարևոր ուղղություն, հայապահպանությունը։ Սակայն գիտեք, դրանց մեջ էլ պետք է տարբերակում գտնել, հայրենիքի հետ ինչպես պետք է կապը պահել, ինչպես անել, որպեսզի իր ներսում հոգու ամենախորքում իրականում երեխան առհասարակ մարդը կարողանա արմատը պահել, եւ ինչու է սա անհրաժեշտ հենց իրեն։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու շատ տարբերվող կնոջ հետ առիթ ունենք խոսելու։ Ինչու եմ ասում տարբերվող, որովհետև փոքր մի նախաձեռնություն, ինչ որ մի բան, որևէ, ինչպես ասում են, պլյուս դնելու համար արված միջոցառումներ չեն։ Կան հետաքրքիր ու տարբերվող մտահղացումներ, որոնք թվում է, որ կյանքի կոչել իրականում հնարավոր չէ, բայց կան նաև կանայք, որոնք ասում են կարող եմ եւ գիտեն ուր են գնում այս ճանապարհով։ Սիրով այս պահին ես ուզում եմ նաև ձեր անունից Էլ-Ռումում ողջունել, պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության տնօրեն, պարուսույց Հասմիկ Ենոքյանին։ Հասմիկ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Գիտեք, դուք այսպես հանդարտ քայլերով, ամեն ինչի մեջ առանց բարձր բառերի, բայց այնքան մեծ գործ եք անում երկու առումով, եւ որպես պահպանենք մեր ինքնությունը միության տնօրեն, եւ որ շատ կարեւոր է նաեւ դուք ընդամենը օրեր առաջ երրորդ անգամ մայրացել եք։ Առաջին հերթին ես ուզում եմ շնորհավորել ձեզ այս առիթով։ Բարև ձեզ։ Նախ ես եմ շատ շնորհակալ, որ առիթ ընձեռեցիք ձեզ հետ համագործակցելու եւ շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Շատ ուրախ եմ ու ցանկանում եմ, որ մեր երիտասարդները ցանկանան ունենալ շատ երեխաներ, որտեղ մենք փոքր ազգ ենք ու մեզ շատ են պետք զավակներ։ Նաև ձեր անձնական օրինակով, այո, իսկապես երեխաներ ունենալով շատ հայեր պիտի ծնվեն, որպեսզի կարողանանք ի վերջո պահպանենք ինքնությունը։ Բայց առաջին մասնագիտությամբ դուք տնտեսագետ եք, տնտեսագիտական համալսարան եք ավարտել, բայց չեք աշխատել ձեր մասնագիտությամբ։ Հետո արդեն երկրորդ մասնագիտությունը երկար տարիներ բարի եք գնացել եւ որպես պարուսույց պարարվեստի մանկավարժական համալսարանում արդեն այս ֆակուլտետում մագիստրատուրան այստեղի ավարտեցիք։ Ինչպես որոշեցիք սա դարձնել մասնագիտություն, Հասմիկ, ձեզ համար։ Կյանքիս 4 տարիները տնտեսագիտական համալսարանում ես անցկացնելուց հետո ոնց որ գտա մի ուղղություն, որը որ եւ գենետիկ հիշողությամբ եւ իմ սրտի ցանկությունով ավելի մոտելից դա պարներ ու պարուսությունը նախ առաջին հերթին որպես ուսուցիչ, հետո նոր որպես պարող եւ տնտեսագիտական համալսարանի 4 տարիները ինձ թվում է ուղղակի ինձ համար լավ դաս էին, որպեսզի ես հասկանամ, որ որն է իմը, որը չէ։ Ահա։ Մանկավարժական համալսարանում արդեն ինքս ինձ գտա, որովհետև հասկացա, որ իմը հենց ուսուցիչ եւ առաջին հերթին պարուսույց լինելն էր։ Տնտեսագիտական համալսարանում սովորելիս եք, հա, ընդունվել եք դուք մարաթուկ պարային համույթ։ Մարաթուկը իրականում շատ տարբերվում էր, որովհետև այստեղ միայն պար չէր, այստեղ հայկական պարի ամբողջ ուժը, ոգին, երազանքները, մեր հայկականության երազանքը կարծես ամփոփված էր հենց այս հրաշալի խմբում։ Այո, համաձայն եմ, ու ես հենց այդտեղ եկա այն գիտակցությանը, որ ես բացարձակ ինքնաճանաչ չեմ, որովհետև երբ որ գնացի, առաջին հարցը այն էր, թե որտեղից ես։ Ահա։ Ասացի Մարտունուց եմ, ասեց բա արմատներով որտեղից եք, հենց հիշում եմ հենց Արոն Թորոսյանն էր։
Ու այդտեղ ես հասկացա, որ ես իմ մասին գրեթե ոչ մի բան չգիտեմ։ Ու գնաց, այդպես շարունակեցի մարաթուկ, այնուհետև արդեն մի քանի տարի անց ձևավորեցինք արդեն Տարոնցիներ ազգային երկու համույթը, այնտեղ էի հաճախում որպես պարուհի։ Եվ հետաքրքիր է, որ պարը ձեր մեջ փաստորեն մի քանի ուղղությամբ, նաև առաջին հերթին հենց հայապահպանության էս ուղղությունը, էս որոշումն է զարգացրել, եւ հետո արդեն տարիներ հետո այն պիտի օվկիանոսից այն կողմ իր պտուղները տար, հա, այդպես է ստացվել, Հասմիկ։ Այո, ես սկզբնական շրջանում չէի գիտակցում, բայց այս վերջի 3 տարիները հասկացա, որ միգուցե սա ուղղակի ճակատագիր էր, որը պիտի լիներ։ Ձեր առաջին հրաշքը, առաջին որդին ծնվել է այստեղ Հայաստանում եւ հետո արդեն ընտանիքով ձեր ամուսնու հետ գրին քարտ է շահել ու տեղափոխվել եք նահանգներ, փաստորեն 2019-ին։ Այո, արդեն գրեթե 6 տարի այստեղ ենք։ Սկզբնական փուլում շատ դժվար էր հարմարվելը, նույնիսկ որոշումը ընդունվել էր, որ արդեն հետ ենք գնալու, բայց ինձ համար հատկապես մի առիթ ընձեռվեց պարոն Գինոսյանի հետ հանդիպելու այստեղ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկար զրույցից հետո նա ինձ այնպիսի օրինակներ բերեց, որ իրոք թեկուզ օրինակ Նժդեհի օրինակը, որ ասում էր սարսափելի է գաղութահայության վիճակը, այստեղ էլ է պետք հայերին պահել, հա, եթե համեմատում ենք, հայրենիքում ապրող հայը երբ որ ծնվում է, ինքը արդեն հայկական միջավայրում հայեցի, ինքը գիտի ինքը հայ է ու մեծանում է, այստեղ սարսափելի դժվար է դա, որտեղ երբ որ հայ երեխային մեկը հարցնի դու ով ես, ինքը ասի հայ, չի հասկանա, լավ, հայ եմ, բայց ինչի եմ ես հայ, ուստի դա պիտի սերմանվի երեխաների մեջ այստեղի, ես նախքան պարոն Գինոսյանի մահը չէի մտածում ու չէի խորացել այդ մասին, որովհետև գիտեք ինչ կա, երբ որ տարիքով հասակով ու գիտելիքով հասուն մեծ մարդ, իմաստուն մարդ կա քո գլխի վերևում, հա, ու ինքը անում է այդ ամեն ինչը, դու հանգիստ ես, դու ինչ ունես անելու, մարդը իր գործը անում է, բայց երբ որ իրենք արդեն ֆիզիկապես չկան, ու այդ բացը գիտես, որ ոչ մեկ չի կարա լրացնի, կոպիտ եմ ասում, հա, այդ պատասխանատվության մի փոքր կտորը ընկնում է հենց մեր երիտասարդների ուսերին, բաղով պիտի շարունակի։ Ուստի դա եղավ առիթը, որ ես ստեղծեցի հենց պահպանենք մեր ինքնությունը կազմակերպությունը, որպեսզի իմ ներածին չափով, իմ սահմաններում, ես չեմ կարող սարը շուտ տալ, ուղղակի հնարավորությունս ինչքան ներում է, այդքան պիտի ձգտեմ երիտասարդներին, երեխաներին ցույց տալ, թե ովքեր են իրենք պատմությամբ, չգիտեմ, մշակույթով, երգով, պարով բացատրել, որպեսզի իրենց արմատների վրա ավելի ամուր կանգնեն, ոտերի վրա։ Ես միշտ համեմատում եմ, ասում եմ մարդը ծառի նման է, արմատը ինչքան խորն է լինում, ինքը խաբիներից շուտ չի ընկնի, ավելի ամուր կլինի, ուստի նույնը մարդիկ են, մենք ենք, եթե մենք մեր պատմությունը արմատները շատ իմանանք, ավելի ամուր կկանգնենք մեր ոտերի վրա, իսկ այստեղ դա սարսափելի պետք է։ Այո, այդտեղ հատկապես պետք է, չնայած հիմա երևի ամենուր դրա անհրաժեշտությունը ու կարիքը կա։ Հասմիկ, գիտեք, երբ նշում եք իմ ուժերի սահմաններում, սարեր չեմ կարող շուռ տալ, բայց դուք այնպիսի նախաձեռնություն եք հենց սկզբում հիմքում դրել, այսինքն ոչ թե ինչ-որ դասընթաց, ոչ թե որևէ կենտրոնում մի ուղղություն, այլ պահպանենք մեր ինքնությունը, երիտասարդական միություն։ Ինչպես որոշեցիք հենց այս ոլորտը, ինչպես եք պատկերացնում ծրագիրը, փաստորեն 2024-ին արդեն գրանցվել է կազմակերպությունը, միջոցառումներ արել եք, ինչպես եք պատկերացնում այս համախմբումը այս միության շնորհիվ միջոցով։ Պահպանենք մեր ինքնությունը արդեն որպես կազմակերպություն ձևավորվել է 2023-ից, բայց պաշտոնապես 24 թվականին գրանցվել ենք, այն հետապնդում է միայն մեկ նպատակ, հայրենիքից դուրս ապրող երիտասարդների եւ Հայաստանի ու հատկապես գյուղերի երեխաների միջև հանդիսանալ կամուրջ։ Թե ինչպես է դա տեղի ունենում, ես կազմակերպում եմ տարբեր մրցույթներ, միջոցառումներ, որոնց մեջ ներառված են եւ Հայաստանի գյուղերի երեխաները, համ այստեղի երեխաները։ Առաջին փորձս եղավ փոքր, դա հենց իմ գյուղում կազմակերպված եւ
Չաուշի հիշատակին նվիրված մրցույթներ, որը շատ մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ, որից ոգևորվեցի եւ ասացի արդեն պիտի ներառեմ նաեւ այստեղի երեխաներին։ Կուզեմ առիթից օգտվել շնորհակալություն հայտնել մեր շաբաթօրյա դպրոցի տնօրենին Տիկին Հասմիկ Խաչատրյանին, նա թույլ տվեց, որպեսզի այդ երեխաներին փորձեմ ծանոթացնել Նժդեհի հետ, եւ փորձը շատ լավ ստացվեց։ Եվ այստեղի երեխաները հարցեր կազմեցին մեր Մարտունու շրջանի 3 գյուղերի դպրոցների երեխաների համար։ Ու երեխաների մոտ ոգևորվածությունը ավելի շատ էր, երբ որ Ամերիկայից երեխաներ իրենց համար հարցեր են պատրաստում։ Այո, փաստորեն Մարտունու շրջանի մի լիճքի 2 դպրոց է, առաջինը Գևորգ Չաուշի հիշատակին միջոցառումը փաստորեն այս շատ նաև խորագիրներ հետաքրքիր ինձ բահ տվեք, այս գրքի շուրջ փաստորեն հարցերի միջոցով, այսինքն նահանգների երեխաները հարցեր են տալիս մեր մարզերի, գյուղերի երեխաներին եւ երևի հակառակը, այսպես է կապը։ Չէ, իմ գործելու սխեման հետևյալն է։ Ես տրամադրում եմ երեխաներին գիրքը, հենց Գևորգ Չաուշի նվիրված ինձ բախ տվեք գիրքը, բոլորին անհատապես, նրանք պետք է լիարժեք տիրապետեին գրքին։ Ես կազմել եմ անձամբ գրքից անել եմ ամբողջ հարցերը պատասխանների հետ միասին եւ անցկացրել եմ։ Այսինքն իմ նպատակը, որպեսզի իրենք կարդան, սովորեն, լիարժեք հասկանան գիրքը, թե ինչի մասին է, իրականում այն շատ տարողունակ եւ ծանր գիրք է, որովհետեւ այնտեղ շատ բաներ են նկարագրվում եւ շատ լավ ստացվեց։ Այսա եւս մի եղանակ է երեխաներին ոգևորելու գիրք կարդալ։ Այսինքն երբ մրցանակ էինք սահմանել, բնականաբար փոքրիկ, շատ մեծ մրցանակ չէր, բայց երեխաներին բացարձակ այն տպավորություններ, որ դա բացարձակ չի հետաքրքրում։ Իրենք այնքան բան սովորեցին, որ դա իրենց աչքին չերևաց։ Եվ դրանից ոգևորված անցա արդեն Գարեգի Նժդեհին, որը մեր օրերի ասելիքն է, որ պիտի երեխաներին փոխանցենք։ Փաստորեն Գարեգին Նժդեհինը նաև հետաքրքիր խորագրով չխրատվող ժողովուրդը մրցույթը։ Սա ինչ կերպ, երբ իրականացրիք եւ ինչպես էր ներգրավվածությունը, կարողանում էին երեխաները պատկերացնել, հասկանալ, որտեղ բավական դժվար ու խորը ուղղություններ եք ընտրել։ Սարսափելի բարդ էր ու վախենալու, ինչու որովհետեւ Նժդեհ հասկանալ միանգամից դա ամեն մեկը չի կարող, բայց իզարմանս շատերի երեխաները գիրքը շատ լավ էին սերտել եւ մրցույթի ժամանակ իմիջիայլոց նշեմ, որ մասնակցում էին 3 գյուղեր։ Այսինքն ես մրցույթ էի հայտարարել եւ ամենաշատը միավորներ հավաքած գյուղերի դպրոցները մասնակցեցին, դրանք Լիճքն էին, Ծովասարը եւ Վերին Գետաշեն գյուղերի դպրոցները։ Չգիտեմ, իմ կարծիքով գալիք սերունդը շատ մեծ առաջընթաց է ունենալու, ուղղակի մենք պետք է իրենց շատ օգնենք, որովհետև շատ նպատակասլաց են ու շատ խելացի։ Ես այդ տպավորությունը ստացա մրցույթից։ Հասմիկ, իսկ տարիքային, այսինքն քանի տարեկանից սկսած կարող են անդամակցել միությանը եւ այդ դպրոցական որ տարիքի, միջին, երևի տարիքի դպրոցականների։ Ես աշխատում եմ 8 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների հետ նույնպես, որովհետեւ բոլորս ունենք կրթվելու կարիք, ինձանից սկսած։ Նշեմ նաեւ, որ պահպանենք մեր ինքնությունը, միությունը իր մեջ ներառում է նաեւ Արմատ ազգային երկու պարի համույթը, որտեղ ես երեխաներին դասավանդում եմ ազգային երկու պար։ Դրանից զատ նաև հայկական ավանդույթներ, մշակույթ, պատմություն, որպեսզի իրենք հասկանան ինչի համար են պարում այս պարը, որտեղից եւ դրա հետ մեկտեղ նաև շատ բազմաթիվ այլ տեղեկություններ եմ տալիս հենց հայոց պատմության, մշակույթի մասին։ Այո, ես գիտեմ, որ հատուկ շուկով նշվում են նաև ծեսերը հայկական։ Այո, փորձում ենք, դա արդեն ներառել եմ եւ ոչ միայն Արմատում, այլև տարբեր տեղեր, մանկապարտեզներ կլինի, տարբեր մշակութային կենտրոններ կլինի, բոլոր տեղերում փորձում եմ ներկայացնել իմ միության հետ մեկտեղ իհարկե
մեր մշակույթը եւ ծեսերը։ Այո, իսկ ես գիտեմ, որ նաև շաբաթօրյա դպրոցում ազգային երկու բարեք դասավանդում, այսինքն սա էլ է մի հարթակ եւ այստեղ էլ դպրոցը նաև տալիս է այդ հնարավորությունը, փաստորեն հայկականությունը, այդ մեր արմատը, մեր ինքնության էությունը, հա, ինչպես ասում են, բացահայտել։ Փորձում եմ, ես ֆիքսվել եմ պարերի վրա, որովհետեւ մենք ունենք երգի դասատուներ շատ հրաշալի։ Ես պարի միջոցով եւ ծեսերի ավանդույթների միջոցով փորձում եմ այո երեխաներին տեղեկացնել այդ ամենի մասին։ Դեռ միայն այդ շրջանի Գեղարքունիքի մարզի գյուղերն են, ես հասկանում եմ, որ դուք արմատով այդտեղից եք եւ սա կապ ունի։ Նպատակ կամ ծրագիր ունեք այդպես ընդլայնելու Հայաստանի տարբեր մարզերը ներգրավելու եւ դպրոցների հետ կապը կա, ինչպես են արձագանքում այստեղ այդ ոգևորությունը կա։ Այո, ոգևորությունը կա, այո, ծրագիր ունեմ, արդեն ունեմ մշակած, բայց այս փոքրիկ մի շրջանը, փոքրիկից մեծացնելուց հետո անպայման անելու եմ այդ ծրագիրը, մի փոքր բաց եմ փակագծերը, կլինեն այստեղից էլ շատ դպրոցներ եւ Հայաստանից եւս, ոչ միայն Գեղարքունիքի մարզը, այլև այլ մարզերի եւս։ Այո, խորագիրը արդեն լինելու է Մովսես Խորենացի, ուղղակի դեռ ընթացքի մեջ է։ Այո, դեռ մշակման էս փուլում է։ Հասմիկ, երեխաների հետ այս տարիքը շատ հետաքրքիր է ընտրել, հա, 8 տարեկանից սկսած։ Այսինքն սա այն տարիքն է, երբ այդ արմատի մասին ամեն ինչ պետք է իմանալ ինքնությունից սկսել։ Այդտեղ ինչպես է ընկալվում եւ ամենուր հայկական միջավայրում կարողանում եք հաջողել, այսինքն հետաքրքրությունը կա թե ոչ։ Տեսեք, տարիքայինը ճիշտ ասեցիք, ամեն տարիքի հետ պիտի աշխատենք յուրովի, այսինքն 8-ից 12 տարեկանների հետ պիտի խաղալով, բայց այս խաղալով ասելով հասկանանք, որ ես ասում եմ, բայց եւ ցույց եմ տալիս հետաքրքիր օրինակներով, այնպես որ իրենց մոտ դա նստված կտա, հա։ Ինչպես մեծերի մոտ բնականաբար չի ստացվի, որովհետև այնտեղ ավելի ծավալուն եւ բարդ է բացատրելու խորությունն է, հա։ Ամեն հայ երեխայի սրտում ես դա զգացել եմ, կա մի հատ առյուծ քնած, այդ պուջուրի կառույցն է, այդ իրենց գենետիկ հիշողությունն է, նայած ու մոտ ինչպես է դա, ինչքան խորն է քնածա, երբ որ օրինակ եմ ասում, նույնը երեխաների մոտ եմ ասում, երբ որ կոպալի հարված է լսում երեխան, տարբեր երեխայի մոտ տարբեր արձագանք է լինում, այսինքն նայած թե ում մոտ ոնց է արտահայտվում, մեկը կարող է մի անգամից sense ոգևորվի ուզենա մի բան անել, մեկի մոտ մի քիչ պիտի շատ անես, բացատրես, հասկացես, որ ինքը զարթնի, անհատական էլ կարա լինի մոտեցում, բայց շատ չեմ տարածում, որովհետև ամեն դեպքում մի օր զարթնում է այդ առիթը։ Այո, մի օր զարթնում է, իսկապես շատ գեղեցիկ համեմատություն արեցիք Հասմիկ, այ փոքր առյուծ կա քնած, պետք է գտնել այդ ձևերը։ Դուք շատ ճիշտ կետից եք սկսել, պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության տնօրեն Պարուսույց, հետաքրքիր, հրաշալի Հասմիկ Ենոքյանի հետ ենք զրուցում, սիրելի հետևորդներ, գիտեք միշտ կարելի է խոսել հայրենիքի մասին, միշտ կարելի է խոսել ծրագրեր կազմելու մասին, թե ինչ է պետք անել, բայց երբ մարդը ինքը կարողանում է իր ձեռքով առաջին ու կարևոր է հիմքը հիմնակարը դնել, այսպիսի մարդիկ քիչ են։ Հասմիկ, ես իրականում ողջունում եմ ձեզ, որովհետև ձեր այս գաղափարը շատ համարձակ է, գիտեք, համարձակ հաջողելու իմաստով, բայց միևնույն ժամանակ այդ ոգևորությունը դուք կարողանում եք տարածել։ Փաստորեն, ովքեր կարող են անդամակցել, ինչ կերպ կարող են միանալ նախաձեռնությանը, որովհետև ես գիտեմ, որ եւ օվկիանոսից այն կողմ եւ այստեղ շատ մարդիկ կլինեն, որ ուզում են այսպիսի գաղափարներին աջակցել, միանալ, միասին ինչ-որ բան անել եւ կարծում եմ, որ լավագույնը հենց ձեր միությունն է։ Դե ես պատրաստվում եմ բացել միությունը հոկտեմբերի 1-ից, արդեն ունեմ Instagram-յան եւ Facebook-յան էջեր, որին կարող են ցանկացած ժամի րոպեի գրել կամ զանգել իմ հեռախոսահամարով, ես միշտ ազատ եմ պատասխանելու մարդկանց հետաքրքրող հարցերին, ասեցի, որ 8 տարեկանից բարձր ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ։ Այստեղ փաստորեն ամեն ինչ, այսինքն շարունակական արդեն կլինեն միջոցառումներ, կլինեն երև դասընթացներ, բարի
հիմքի վրա, բայց նաև ընդլայնվել։ Հասմիկ, ինչպես է կարողանում հասցնել այս ամեն ինչը ծրագրել, ոչ միայն ֆիզիկապես, որ արդեն 3 երեխաների հետ ընդ որում մի քանի օրական փոքրիկի դժվար է, բայց նաև միտքը, հա, այսքան ամեն ինչի մասին մտածել, ծրագրել, այսքան ժամանակ դրան տրամադրել, ինչպես եք հասցնում։ Այո, իրոք պահ է գալիս, որ ես էլ մտածում եմ, միգուցե չեմ կարողանա, բայց ինքնս ինքյան ստացվում է, չգիտեմ դա ոնց բացատրեմ, ուղղակի որ սրտանց ցանկությունը կա հայրենիքին ինչ-որ մի բանով օգուտ տալու հեռվից, որին բացակայությունը չզգացվի, չգիտեմ, ինքնս ինքյան ինքնաբուխ ստացվում է։ Նաև ընտանեկան, հա, այդ հիմքից է երևի գալիս։ Ձեր ամուսինը մասնագիտությամբ ֆոտոնկարիչ է, բայց պաշտպանության նախարարության ոլորտում է աշխատել։ Այո, ինքն էլ է զինվորական եղել ու ցավնում այդպես դասավորվեց։ Ասում եմ ճակատագիրը չեն կարող փակել, միգուցե մենք պիտի այստեղ գործ անենք։ Այո, պետք է կարողանալ նպաստ հայրենիքի։ Ինչ վերաբերում է նաև այ ուղղությունը, պաստորեն բարդ ուղղություններ եք ընտրել, դուք ինքներդ հայկականության, այ գրքի հետ կապված, ես հասկանում եմ, որ շատ մեծ կապ ունեք, պաստորեն Չավուշ, հետո Նժդե, հիմա արդեն Խորենացի, նաև այս ընկալելն է բարդ։ Դպրոցական տարիքում մի առաջին կարդացած գիրքը հենց եղել է առաջին ռանչպարների կանչը, հետո արդեն Գևորգ Չավուշին նվիրված ինձ բարդ տվեք գիրքը եւ սա փոքրուց է գալիս։ Այո։ Ուզեցի, որ բոլորը իմանան այդ պատմությունը, շատ լավն է, խորհուրդ կտամ բոլորին կարդալ։ Հասմիկ, իսկ ինչ վերաբերում է ձեր հայրական ընտանիքում, ձեր ընտանիքում նույնպես եղել է այս հայկականության, մեր ինքնության կարևորությունը անընդհատ նշելու, որտեվ սա մի բան է, որ ճիշտ է արյունով է գալիս, հետագայում կյանքում այդ հանդիպումներում, բայց ինչ որ մի տեղ մանկությունից էլ պիտի գա, չէ՞։ Այո, գենետիկայից մեջ կա, մայրիկս էլ է շատ լավ երգում, տատիկս էլ շատ լավ երգում եւ պարում է նույնիսկ շատ երգեր փոխանցել է մեզ, օրորոցայիններն եւս։ Իրականում ճիշտ ասեցի կարյան միջոցով, գենետիկայի միջոցով շատ բան է փոխանցվում ու ես ինչպես ընտրեցի իմ մասնագիտությունը, հիմնական ուրեմն ուղղվածությունս, ուսումնասիրեցի իմ գեները, հասկացա, որ իմ գենետիկայի մեջ շատ կան ուսուցիչներ եւ շատ լավ երգողներ։ Ես խորացա այդ ուղղությամբ ու դա իսկապես իմն էր։ Իրականում եթե ցանկացած մարդ գոնե 5 կամ 6 սպորտ, հա, հետ գնա հասկանա իր գենի մեջ ինչն է ավելի լավ ստացվել, հավատացեք բոլորը կգտնեն իրենց այս կյանքը։ Այո, նաև մենք սկսեցինք մեր զրույցը հենց այս կետից, որ նշեցիք արմատը պիտի ամուր լինի, որպեսզի քամիներից նաև չճոճվի։ Այս տարիներին դուք վստահ շատ մտածել եք, Հասմիկ, նաև մեր պարերի հիմքում է նաև հենց սա, չէ՞, հայկական պարի հիմքն է այդպես ամուր հողի վրա։ Ասում են, որ անձնական նույնիսկ հաջողություններ ունենալու համար աշխարհի տարբեր կողմերում մասնագիտության մեջ շատ կարևոր է, որպեսզի դու հասկանաս, որտեղից է սերվում, հա, այդ արմատդ ճիշտ ունենաս ոտքիդ տակ, ոչ միայն ազգային առումով, այլ անձնական հաջողություններ ունենալու համար եք, որ դա կապ ունի եւ հիմա դուք այդտեղ եք արդեն 6 տարի ապրում, այդտեղ շատ տարբեր ազգություններ են, ըստ էության բոլորը գուցե ինչ-որ տարիներ հետո իրենց ամերիկացի են համարում, բայց այդ զգացողությունը, տարբերությունը նկատում եք մարդկանց մեջ, ովքեր որ ունեն, պահել են արմատը եւ ով չէ։ Շատ է զգացվում։ Նույնիսկ Հայաստանից նոր եկած երեխաների մոտ անմիջապես տարբերություն զգացվում է։ Գիտեք ինչու, որովհետեւ երբ որ մարդ իր հողի վրա է, նորից եմ կրկնվում եմ երևի, հա, ինքը գիտի այդ միջավայրը, ով է ինքը, ինչ է հայ առհասարակ լինելը եւ ինքը այդ հողից ստացած էներգիան, առհասարակ մի հետաքրքիր բան ասեմ, հողից էներգիա է ստանում մարդը եւ դա մնում է իր մեջ, մինչեւ իր կյանքի վերջ, երբ որ համեմատում ես այստեղ ծնված երեխաներին ու հայրենիքից եկած, բնականաբար նրանք ավելի ամուր են, կանգնած իրենց ոտքերի վրա եւ ավելի արագ են առաջ գնում, որովհետեւ իրենց կոտրելը մի քիչ դժվար է։ Այո, դժվար է կոտրելը։ Շնորհակալ եմ շատ, Հասմիկ։ Այնքան հաճելի է ինձ, մենք հիմա զրուցում ենք, երեխան այնտեղ արդեն
փաստորեն իր ձայնը բարձրացնում է, բայց դուք կարողանում եք ձեր, այսինքն մտքում այս ամեն ինչը մեկ համատեքստում նաև դիտարկել անձնական ձեր երեխաներին, մեր պատմությունը, մեր ազգային եւ այն կարևոր գործը, որ դուք վերցրել եք ձեր ուսերին։ Ես շատ շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ մենք շատ առիթներ կունենանք պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության մասին դեռ խոսելու։ Ես ուզում եմ, որպեսզի դուք հաջողեք, երջանիկ լինեք եւ այդպես հանդարտ ու համեստ ձեր տեսակով իսկապես մեծ գործ եք անում, ինչպես ասում են, եւ սա տարիներ ու տասնամյակներ հետո այս պտուղները մենք քաղելու ենք։ Շնորհակալ եմ շատ։ Հուսամ կքաղենք եւ վերջում կուզեմ ասել, որ իմ սերնդին կդիմեմ, մենք ցավոք սրտի չդարձանք հաղթող սերունդ, բայց վստահ եմ, որ գալիք 2020-2000-ից հետո ծնված երեխաները հաղթող սերունդ են, ժդեհի ասած։ Ես չեմ ասում, դա ցավոք պատերազմը ապացուցեց մեր 18 տարեկան երեխաները ու հիմա էլ ուստի խնդրում եմ մեր տարեկիցներին, որ լինենք գոնե պայքարենք, որպեսզի մեր գալիք հաղթանակները ավելի հեշտացնենք մեր գալիք հաղթող սերունդների միջոցով։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, ամեն անգամ մենք խոսում ենք, նշում ենք, որ շատ կարևոր է իսկապես տեսակի, հայկականության պահելը, այս հատկապես մեր այստեղից հայրենիքից դուրս, բայց ամեն անգամ տպավորություն է, որ դրանք փոքր քայլերով է պետք անել եւ փոքր անհատական ինչ-որ մարդիկ իրենց ձեռնարկներով կարող են բան փոխել։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր, իսկապես հետաքրքիր ու մեծ նախաձեռնություններ ունեցող կնոջ հետ, պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության տնօրեն պարուսույց Հասմիկ Ենոքյանի հետ։ Եվ Հասմիկի օրինակով կարող ենք ասել, որ իրականում, եթե հստակ որոշում ունես, դու կարող ես ամեն ինչ անել, դու կարող ես իսկապես քո ժամանակի, պետության, ազգի, արյան համար շատ որոշիչ մի բան անել։ Նշում էր անընդհատ Հասմիկը, որ արմատը պիտի ամուր լինի, որպեսզի կարողանան քամիներին դիմանալ։ Միևնույն ժամանակ ավելացնենք, որ այսպիսի մարդկանց, այսպիսի կանանց շնորհիվ, այսպիսի միությունների շնորհիվ շատ բան է հնարավոր անել, նաև անձնական հաջողություններ ունենալու առումով, որովհետև բացի նրանից, որ արմատը խորը լինելը հնարավորություն է տալիս քամիներին դիմակայել, արմատն ինչքան խորն է լինում, ինչպես ասում են, ավիշը միշտ նույն ուղղությամբ դեպի վերև է բարձրանում ու այս դեպքում սաղարթները նաև ավելի վերև են լինում։ Կարողանանք պահել իսկապես մեր տեսակը եւ կարողանանք այդ դեպքում հենց այս տրամաբանությամբ նվաճել աշխարհը։ Իսկ կանայք այստեղ իրականում մեծ դեր ունեն, որովհետեւ ի վերջո մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։